Բայլիս բոլորիդ դուրս կամ տնամ ինչ եղանակը վայ սունկեն թողել եմ դուրսը, բայց ոչինչ է ու արդեն տաքացավ էլ չես մրսում, որ դուրս ես գալիս չորացել է թող մի քիչ էլ դուրսը սարախոտի ասել մամային վայ եղեք նենց եմ հազում Հուսով եմ, որ դուք լավ եք, ձեր մոտ ամեն ինչ նորմալ է, ես այսօր չգիտեմ օրս ոնց է սկսելու, բայց գիտեմ, որ մի քանի գնումներ ունեմ անելու, միգուցե թե գնամ քաղաք մի հատ այսօր, դե լավ, զավտրի կանեմ, բարի ախորժակ ձեզ բոլորիդ։ Կուկու, բարև ձեզ երեխեք ջան, ինչպես եք, ձեր Անահիտը չկան, շատ արագ մազերը սարքելու ժամանակ իր այդ հարթու կողսաները կոտրեց։ Գնամ տեսնեմ Ամազոնում կա, Ամազոնից կոտրի է։ Ժողովուրդ ջան, ես որոշեցի սենց իմպրովիզացված սալատ անեմ, որոշեցի կուկուրուզան խառնեմ հետը մի քիչ սող, կուկուրուզ և բազուկ ունեի, բազուկ ուզում փափուկ բաներ սարքել, մի քիչ պետուշկա է սազում, կարտոշկայում խաշել, միսը երկված է, կարտոշկան որոշել այսօր մեր հայկական ձևով սենց տրորեն, սամիկով, կարակով, սա այսպես, աղ պղպեղ և ամեն մարդ իրա սորուսը աղվեսա, ուրիշ բան չեմ ուզում ավելացնել, կարտոֆիլ կարայի ավելացնել, բայց քանի որ արդեն կարտոֆիլ եմ ուտում, չեմ ուզում կարտոֆիլը հետ։ Հիմա, ոնց է անում ձեր Անահիտ իշխան, թարում է, չլսում է, պիտի պես ամենը մաքրեմ, դες դասարում եմ, որովհետև այսօր ճաշից հետո ունեմ գործեր, և սենց էլ ալինում, երեխեք ջան կնոջ կունան, այսօր չմտածեք մենակ ամեն ինչի իդեալական պիտի վարկյանական մաքրեք, առավոտյան արթնանում ես, սկսում ես քո գործերը, Ես այն կլցնեմ իրա մեջ, տակ, մի քիչ կարակ, աղ պղպեղ, վաղուց կարակով սենց չեմ արել, գիտեք, չէ երեխեք, աղ, ջուրմեջաղը լի արել, կարակ, Սամիտ եմ բերում ամայի մոտից սաղը սամիտ, զարացած սամիտ, հիմա ես այն տրորեն, ժողովուրդ ջան, տրորիչի սուրա, Estanatak bonjour. Et n'est pas blanche quoi. Déjà, il pense que tu ne sais pas parler. T'as changé quelque chose. Հարցում եք Սերժինից լեզով ախոսում, երեխեք ջան, որ իմանայիք ասել ինչ լեզով ախոսում։ Սերժը մի հատ լեզու է հորին է իրա, շատ գեղեցիկ։ Վայ չուտողին երեխեք կարտոֆիլին ցանվով այլ։ Վաղուց չէինք կերես են սամիկով։ Եկեք սա էլ խառնեմ և սալատ ունեցա, սալատը հապուկ սալատ Սա դելա վերեխեք սա տանեմ մամային, անջատեմ հեռախոսը և մի հատ հավաքեմ ամբողջը ու սեղանը դրեմ արդեն Եկա հաց կերանք հավաքեցի և որոշեցի ձեզ մի բան ցույց տալ Գիտեմ, որ շատ-շատերդ գիտեք, շատ-շատերդ էլ արդեն օգտագործում եք, բայց ձեզ մի բան պետք է ասեմ, ճշմարտություն։ Ուրեմն ես ունեմ մի պրոբլեմ, իմ ականջի այդ ականջակալները, որ դնում եմ, ամեն ականջակալ չի մնում, այդ Apple, որ գնել եմ, ամեն ինչ փորձել եմ, Դավիթին եմ դրել անգամ, թռնում է ականջիցս, կարող է քայլելու ժամանակ թռնի ինքը
ունի, չի պահում, երևի չգիտեմ, դեֆեկտ է։ Հետո ասեմ ձեզ, որ այդ ականջներից մեջ սկսում է քոր գալ, ալերգիկ այդպես երևույթներ, եւ այն օրը ճիշտ ասած մտա ասեցի մի հատ մտեմ տեսնեմ ինչ հետաքրքիր բան կա այդ ականջակալ, որ չի մտնում, գիտեմ որ կա, որ սպորտսմենները դնում են, վազում են եւ այլ, եւ նայեցի մինիմալ, այսինքն թանկը ժեպել, այնտեղ Sony եւ այնպես բաներ չեն։ Amazon-ից գնել եմ մի հատ արտակարգ prix et qualité, այսինքն եւ գինը եւ որակ համապատասխան, իր գինը 49 եվրո էր, ուրեմն հիմա դառել է 37, բայց իմ ժամանակով որ գնել եմ, պատահաբար էժանացել է, ըստ ինձ շատ լավ է, էլի։ Ուրեմն երեխեքան, սա մի հրաշալի բան է, դնում ենք ականջի հետևը եւ մնում է վրան, այ այսպես։ Ու վազում եք, սպորտ եք անում եւ այլն, ինքը աբսոլյուտման ձեզ չի խանգարում։ Եվ ամենակարևորը ոչ ականջդ է ցավացնում, ոչ ականջդ մեջն է մտնում։ Նրանք ովքեր ունեն խնդրեմ եւ իմ նման, կասեք, եթե կցանկանաք, ես ձեզ կուղարկեմ Instagram-ով դրեք, որ ես լինքը ձեզ ուղարկեմ, գնեք սա։ Ֆիրման ամեն ինչը կասեմ, շատ կան։ Ուղղակի ես որպես ազնիվ մարդ եւ դա ռեկլամ չի, որովհետեւ ռեկլամ անողները հիմնականում աշխատում են, դա իրենց աշխատանքն է, քանի որ ես սրանից գումար չեմ ստանում, ձեր համար եմ անում։ Եթե կցանկանաք, ասեք, ես ձեզ կասեմ կգնեք, կունենաք սա եւ կդառնա ձերը ամենայն ազնվությամբ։ Նախ ֆիլմերը նայելու համար բավականին բարձր է ձայնը։ Գնում եք միտեղ, գնում եք ինքնաթիռով եւ այլ ուզում եք ֆիլմ նայել, սա հրաշալի է։ Քայլում եք, վազում եք, սա հրաշալի է, ինքը չի ցավացնում, չի ականջներս էս ծռում, այն մեծ գունդերը ահավորս էս խփում այս բանի հետ, կրճիկների վրա, այն մեկը մցում ես ականջդ քեզ թվա սա գլուխդ կուրի։ Գիտեք, ինչ տարիք տիրագործն անում է ամեն դեպքում եւ ամենակարևորը որ սա անում եմ ձեր համար եւ ես ամենը ձրի է։ Հիմա ինչ անում ձեր անալիտիկան։ Գնամ հագնեմ տապիչկաներս եւ դուրս գամ արդեն ես դիմացի մի հատ ուզեմ մաքրեմ, ավլեմ, որովհետեւ լրիվ այդ խոտերը եկել առաջ եւ այն ամբողջությամբ հավաքվել է հենց դրան դիմացը։ Ուրեմն ձայների համար, ես շատ ուրախ եմ, որ ձեզ դուր է եկել իմ այդ միկրոֆոնը, բայց ասեմ ձեզ տանմեջ չեմ օգտագործի, որովհետև մոտիկ եմ լինում, բայց դրսում էլ չեմ օգտագործի շատ, այսինքն, որ գնում եմ քայլելու, այդ տիտիկների ծլվելուց ինքը հանում է, իսկ ինչու հանի սիրելիներս, եթե կարող եք դուք լսել այն, գնացինք։ Տանեմ սա մի հատ լսում ինձ է։ Մամա։ Ոտը քս պիտի ոլորվեր, Մաման գնացել է քայլելու։ Չէ, եթե կողքն եմ դրել, ոչ ես կողքն։ Տուն ավելի ցուրտ է, քան դուրսը։ Չէ, արդեն պատկերացա, որ համեմատած երեկվան ես զգում եմ, որ ձեռքերս չի սարում, դա համար սվիտեր հագա այսօր, ասեցի, ինչի մրսեմ, եթե կարամ չմրսեմ։ Արի, ման, բայց իմ վերանդան երբեք կարանք նստենք գոնեն։ Հա, որ ստեղ շատ շոկ ա լինում, ընդ լավ ա։ Տեսնում եք մայրիկի լվացքը ժողովուրդ ջան։ Ցնցղտում, դրանք զրուստ տանք։ Ստեղ դարուփոս։ Ռոբիները вообще հողի մեջ է գոյություն չուներ, այ հանայ։ Քեզով են խնդրում այդ փդած լոբիները տնգեր։ Սերժն էլ ասեց, ասում է մամի ինք ասես գործից հեռացնելու եմ։ Եկա խոհանոց, որ շարունակեմ խոհանոցը մաքրեմ, քանի որ մի մեքենան պտտացրել է եւ ես ինչ ես մուք երեխա կարող էլեմենտս նստում եմ մի վարքյան տնամ։ Ամեն ինչ նորմալ է։ Եվ որոշեցի առաջին անգամ իմ կյանքում,
Պատրաստեմ փախլավա ֆիլո խմորով։ Ճիշտ ասած, օխլավա ունեմ այդ բարակ բաներից, այդ կրդնակներից, որովհետև իմ քրոջս խնամի Սրբուին, բոլորդ լավ ճանաչում եք, գիտեք, պրիվետ Սրբուի ջան, ինքը այս խմորով այն բարակ է, որ ես դնում ա, տենց փաթաթում ա, հետո սենց գարմոշկայի անում, տենց ա անում, հիմա ես մտածում եմ, տենց պատրաստեմ, թե պատրաստեմ բան, հատիկ, եթե պատրաստեմ ուղակի փախլավա, սենց դնեմ պրոտվինի տակ, այդ փուր գնացող, ու պատրաստեմ ոնց որ տերմոմիքսը նկարի մեջ եմ։ Ես խա սենց մուկ երեխեքին կամերան։ Արդեն լուսավորվեց, անջատեցի, միացրեցի, լուսավորվեց։ Հիմա ինչ եմ անում, երեխեք ջան, առաջին անգամ նաև պատրաստում եմ պիստաշով, որովհետև ինքը իր բաղադրատոմսը պիստաշով ու նուշով է, բադամով, բայց քանի որ իմ նուշս քիչ էր, ես կեսը ավելացրեցի ընկույզ։ Լինելու է ընկույզ պիստաշ, բայց այս պիստաշի վատներն է, որ ես 5 ժամ պիտի բան անեմ, այդ մաքրեմ։ Դրա համար ներվային անում, բայց ոչինչ, ներվայիներն ազատ, այսպես բաների մեջից, այդ կեղևների մեջից հանում եմ, աղի չպիտի լինի։ Պատրաստում եմ տերմոմիքսի բաղադրատոմսով, տեսնենք ոնց կստացվի, եթե լավ ստացվի, մյուս անգամ կպատրաստեմ նույնը, տենց այդ փաթաթելով, ոնց որ Սրբուհին էր անում։ Պրոստը պիտի մտնեմ բլոգների մեջ միտեղ կար իրա մոտ, մտնեմ նայեմ տենամ ոնց էր անում, հիշեմ, բայց տեսնեմ, եթե չալարեմ, տենց կարեմ, եթե ալարեմ, մի անգամից ենց ոնց իրա նկարի մեջ, ես ես նկարը ցույց կտամ տերմոմիքսի, տենց է կպատրաստեմ։ Դե ինչ, գլուխները չցավացնեմ, հեսա, դեր այսքան 250 գրամ պիստաշ պի մաքրեմ, վայ գնաց են մեկը, և մի բան դնեմ նայեմ, որ հեշտությամբ անցնես ամեն ինչը, թե չէ, սա իմ համար չի էլի, գնացինք։ Ժողովուրդ ջան, հեռախոսս զանգեց, և ես մոռացա ցույց տամ փախլավան։ Գիտեք ինչի շատն ցույց չտվեցի, որովհետև լավ գիտեք փախլավա սարքելը, նորություն չի։ Սա առաջին անգամ եմ պատրաստում ֆիլո խմորով և տերմոմիքսի բաղադրատոմսով եմ անում, երեխեք։ Ոչ թե նա չի հարցեն չի, որ դու առաջին անգամ ես պատրաստում։ Հարցը նա է, որ դու եկեք որ գլուխները չցավա այս ձայնից, եկեք մի հատ այն կողմով եք կտրեմ, հետո ցույց կտամ ինչ եմ անելու։ Կտրեցի, սիրելիներս, հիմա փուրը 170 աստիճանի տակ միացրել եմ, դնեմ ջեռոցը, համասում եմ փուր համ ջեռոց, հետո սիրոպը սարքելու եմ նորից տերմոմիքսով։ Գնացինք, ամենադժվար մոմենտ է սիրոպի մոմենտն էր, ես շատ ուրախ եմ, որ ինքը իմ, գիտեք ինչ, եկեք մինչև վերջ կսեմ, ոչինչ, մեկա ես չեմ ուտելու, սա Սերժն է ուտելու, մաման չգիտեմ կուտի թե չի ուտի, դրա համար կարակի մոմենտը բոլ կսում եմ, կողքերով էլ տանեմ, ափսոսա թող չմնա, վանիլին եմ արել երեխեք կարակի հետ, դա իմ հորինակություն էլի, դե լավ, դրեցի ջեռոցը, հետո կտեսնենք ռեզուլտատը։ Ուրեմն երեխեք ջան, 250 գրամ մեղր ուզեց, 80 գրամ ջուր ա ուզում, բայց ոչինչ, էլ ինչ ա ուզում տեսնենք, ախ, լիմոն, զեստը էժյուր, բայց ես մենակ լիմոն կանեմ առանց վրայի բանի, առանց վրայի զեստին, որովհետև մեր վրի զեստը պետք չի, էլի, նա մի հատ ես կգրամ սա, ասած մտածեցի սոկավիժ մալկով հանեմ, բայց ասել էլ ձեռով կանեմ էլի։ Ձեռքս տակը պահում եմ, որ կորիզները չկտվանան, բայց անկորիզ լիմոն էր։ Լիմոնն անում են, որ չքարանա երևի, էլի։ Էլ ինչ ա ուզում, ուրեմն լիմոնը այստեղ և վրան դնում ենք 5 րոպե պիտի եփին, բայց ես վախենում եմ 5 րոպե
փախլավես շատ բարվի։ Չնայած դեռ 15 րոպե կա։ 5 րոպե շատ լավ է, եղուն գսա ջարդվել։ Լավը վաղը գնում եմ։ Սա այսպես։ Փախլավեն հեսա ցույց տամ նայեք։ Ահա սիրելիներս որոշեց Անահիտը եւ այն կատարեց։ Մեր տնական մեղրը, մեր կողքից գյուղի տղանա, տղայից ենք միշտ գնում մեղր։ Շատ լավն է։ Հեսա ցույց տամ։ Ահա նայեք։ Սա այստեղ մեղրը, ջուրը, լիմոնը։ Սիրոպը տենց սարքեցինք։ Ճիշտ։ Վայ, մոլադենց։ Լիմոն ասել, ոնքան շատ ուսին լիմոն, բայց չեմ ուզում թթու դամտել։ Սա այստեղ, դե լավ։ Երբ որ պատրաստ կլինի, ցույց կտամ։ Մամ, ասма շպիոնը կագեբեից շպիոնեցին անում։ Քեզ քչի տաղլը։ Слушайте, творите. Ապրես։ Գեբելս։ Հավե, եթե ասա ես տալին եմ, դե գեբելս։ Ուր ես գնում։ Մասկս հավաքեցի։ Լավ չորացել էր։ Հո։ Առաջին անգամ պատրաստում եմ իսկական փախլավա։ Եվ ով է պատրաստում, ով է ամբողջ սիրոպով, բանով, մեղրի ով է արել։ Տես։ Ես ֆիլոխմոր ունեի, ես են Սուսանով բերել են ֆիլոխմորը։ Ահա սիրելիներս, նայեք, տեսեք ինչքան լավն է։ Ասեցի, եթե կա տերմոմիքսի մեջ, փորձեմ։ Բախլավան ինչ ես անդեր ինչ է։ Ման սիրոպն էլ է սարքում տերմոմիքսը։ Մեղր, ջուր, մեղր, ջուր և լիմոն, մի հատ լիմոն ճզմած։ Բայց մեջինը գիտես ինչա, մամա։ Շակ կնա, շակ։ Մամ, մեջինը գիտես ինչա։ Մեջը իսկական իրա նաչինքեն ոչ թե պոպոկ է, չնայած ես չունեի բադամ, մամ ունեի բադամ։ Չեկա վերցնեմ, մամ բադամ պիստաշ ու պոպոկ։ Վայ չուտողին, այլ է եսի կոչվում։ Tribon. Alors c'était bon? Oui. Լավներ? Bien bravoche. Լավներ? Ouais. Tu dis լավներ։ La nafesh. Երկու կտոր կերավ երեխեք չթողեց սարի։ Ես հա կսարի այդ մեղրի հոտը։ Ես չեմ սիրում փախլավա, մաման ասում ես իմ սիրած, ասի գիտեմ մանջա, դրա համար սարքել եմ քո տերդի համար։ Այդան էլ է սիրում, քուրս էլ է սիրում, կգան կուտեն։ Այս ֆիլոն, այս մեծ ֆիլո խմորը մեր խանութներում չկա լեկլերում բա։ Այդ արաբական խանութներում է լինում մենակ։ Բարյա խոժակ ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, եկա ասեցի մի քիչ նստեմ արևին, արևը ինձ տեսավ փախավ, մտավ ամպերի տակ։ Այսօրվա եղանակը լավն է։ Ախ, մի վայրկյան այս թուրը բաց է մնացել ճանճերը չմտնեմ։ Ասեմ ձեզ, որ ինադու չեմ դրել միկրոֆոնը, որովհետև այս գեղեցիկ ձայները չեմ ուզում, որ ֆիլտրվի։ Ինչպես եք սիրելիներս։ Ես գործը անում եմ ու անում և առաջ չի գնում։ Գիտեք, նոր նստած կոմենտներն էի կարդում և նաև իմ մեսաժներ, ինստագրամում շատ մեսաժներ եմ ստանում, անգամ անծանոթ մարդկանցից։ Շատ շնորհակալ եմ, ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ, գիտեք ինչի համար, շնորհակալ եմ, որ ձեր նման լավ մարդիկ կան և ամենակարևորը պոզիտիվ դրական։ Այնքան կարևոր է այդ դրական լինելը, երբեմն մարդիկ հարցում են, ասում են, տիկին Անահիտ, երիտասարդ աղջիկներ են, տիկին Անահիտ, ինչն է պատճառը, որ դուք միշտ այդպես ֆորմայի մեջ եք, որ դուք դրական եք, գիտեք ինչ, բոլորիս կյանքում էլ լինում է, մտնում ենք, բոլորիս կյանքում էլ կան շատ դժվար պահեր, և էկրանից այս կողմ բոլորին թվում է այնքան գեղեցիկ, այնքան վարդագույն է, այս բլոգերին տեսակ, վայ ինչ երջանիկ է, իր ամուսին իրան սիրում է, լավ տներ ունեն, էս ունեն, են ունեն։ Երբեք չնախանձեք մի բանի վրա և չասեք, որ նա ունի, ես չունեմ, նա լավն է, ես վատն եմ, նա ամուսին ունի, ես միայնակ եմ։ Գիտեք երեխեք, ամենավատ բանը համեմատվելն է։
Ես երբեմն նստում եմ սենց ես նայում եմ ես գեղեցիկ բնությանը եւ ինքս ինձ խոսում եմ, մտքերով գնում եմ, շատ հեռու եմ գնում հասնում եմ 80-ական թվականները, հիշում եմ ինձ, որ առաջին անգամ մտա ինստիտուտ, լրիվ ուրիշ աշխարհ, բնականաբար այդ մասերը հենց այդ Սպանդերյան շրջանում եմ պարապել, այդ Խանջյանի Վարդան Մամկոնյան արձանի մոտ, որտեղ որ ֆիզկուլտ ինստիտուտն է, եւ ինքան բաներ եմ հիշում եւ երբեմն ասում եմ, ավայ Անահիտ, կմտածեիր, որ դու այստեղ պիտի հայտնվես, ինչքան 40 տարի հետո, 40 տարի հետո, եւ Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ ճակատագրից ճիշտ բան չկա։ Շատ հարցեր եք տվել ինձ, ինչպես եք անում, որ ամեն ինչը ֆիլտրում եք, դրական մարդ եք, եւ ուրախ եք, եւ էներգիա եք մեզ տալիս։ Ես հասկանում եմ ձեզ, որովհետեւ շատ-շատերն են ինձ ասել, որ իրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, բայց անգամ մեկը գրել էր, ասում է, ինձ թվում է քո գլխին լույս կա եւ այլն, ծիծաղալու եմ։ Գիտեք, երեխեք, հոգնել ենք արդեն թնգթնգալուց, լացելուց։ Եթե ես հիմա ձեր հետ ձեզ պատմեմ այն որ մասը, որը որ իրոք ու գլխից խփեց արևը, որը որ ցավոտ է, դուք այդ ցավը կվերցնեք ձեզ, կամ ես որ լաց եմ, այդ լացը դուք կվերցնեք ձեզ։ Իսկ ինչու ցույց չտանք մարդկանց այն, որ կյանքը կարճ է, կյանքը գեղեցիկ է, եկեք վայելենք, եկեք ուրախանանք, եկեք այս բնության ձայները լսենք եւ վայելենք։ Ասում եք միկրոֆոն դիր, հիմա որ միկրոֆոնը դնես, ընտիր ծիտիկներից ձայնը չեք լսի։ Մեր մոտ ժամը 5-ն է, ես այսօր չգնացի քայլելու, ճիշտն ասած։ Երևի չգնամ այսօր քայլելու, որովհետև շատ գործ արեցի, այդքանը չարեցի, բայց փախրավեն շատ լավ եղավ երեխեքը։ Ոչ լավ, արևը գնաց մի վարկյա։ Դրա համար ես որոշեցի կամ նստեմ եւ ձեզ ասեմ իմ դրական լինելու ամենակարևոր, սենց ասենք էլի, պատճառը։ Չեմ սիրում, որ մարդիկ ինձ խղճում են։ Չեմ սիրում, որ շատ հպարտ եմ եւ չեմ սիրում, որ մեկը ինձ թեկուզ մի տեղս ցավա, այդ մարդիկ սկսեն գրել։ Ես դրանից ավելի եմ հիվանդանում։ Աշխատում եմ չգնալ բժշկի, աշխատում եմ չխոսալ շատ այդ թեմայի շուրջ։ Ինքս ինձ երբեմն այո, վախ կա մեջը, բոլորս է վախենում ենք բան, բայց հետո ասում ենք դե լավ, ոչինչ կանցնի, կգնա, կարևոր բան չի։ Դրա համար դրական լինելը կարող եք աշխատել ձեր վրա։ Շատերը գնում են յոգայի, որպեսզի իրանց մեջից դուրս գա այդ նեգատիվ բնավորությունը, նեգատիվ լինելը։ Անգամ մեր հայկական կոմեդիաներ կան, կոմեդիա սիտկոմներ, բաներ, սերիալներ, որի մեջ անդադ կա այդ կիսուր հարսը, այդ կրիտիկան, շատ բաներ կա, որ նայում եք ու զգում եք, որ այո, դա չպիտի լինի։ Նայեք այդ կեսուր հարս բառը չպիտի լինի, պիտի լինի Անահիտ Կարլա, Հասմիկ Իրինա Լյուդա, այսինքն պիտի երկուսը մեկիդ հավասար լինեք, որովհետև երբ դու փոքրի հետ փոքր ես դառնում, դու կարող ես նաև քո տղայի կնոջ հետ լինես ընկերուհի, ինքան հեշտ կլինի կյանքը, երեխեք, աշխատեք, եթե դուք անգամ դժվար է ձեր համար, աշխատեք, որպեսզի ձեր, ոնց ասեմ, ձեր մեջից հանեք այդ կարծրատիպ այդ մոմենտը, որ ես կեսուր եմ, ինքը ինձ չհարգեց, ինքը ինձ չնայեց, հարցնել, ասի կեսուրս ինձ հարցնայց, դա չպիտի լինի, ջրեք թող գնա, ապրեք հանգիստ։ Դա է այս կյանքի բանաձևը։ Գիտեք, մենք բոլորս եկել ենք այս աշխարհ, մեր, ինչ ասեմ, միսիան կատարենք ու գնանք։ Մեկը լավ է կատարում, մեկը վատ է կատարում։ Ինձ թվում է, մի օր քրոջս հետ խոսում ենք ծիծաղալով, ինձ թվում է դժոխքն ու դրախտը ստեղ է։
պայքարում ենք, պայքարում ենք եւ մի գեղեցիկ օր թողնում հեռանում։ Ինչի վատ նեգատիվորեն հեռանանք։ Ինչի սևացնենք մենք օրը, եթե կարող ենք դարձնել վարդագույն։ Ինչի չասենք ցավը տանեմ, համերնեմ կյանքից, սիրում եմ քեզ, այդ բառը ասենք։ Ինչի անընդհատ թարսուշիտակ նայենք մարդկանց, ինչի նախանձենք։ Նախանձելը կործանում է մարդուն։ Մեծամտությունը կործանում է մարդուն։ Այդ աստղային հիվանդությունը կործանում է մարդուն։ Դրա համար սիրելիներս, եկեք ապրենք բարի, հանգիստ, ուրախ, զվարթ։ Արևը խփեց գլխիս, ոյ։ Դե ինչ սիրելիներս, եկեք սրանով ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ասում պակա, պակա։